Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Ես Արթուր Բաբայանն եմ։ Պատմության հետքերով եւ Իմ երկիր, իմ Հայաստան հաղորդաշարերի համահեղինակն ու վարողը։ Դեռ դպրոցական տարիներից ինձ գրավել են Հայաստանի պատմական անցյալը, իմ բնակավայրերի գաղտնիքները, մեր ժողովրդի անցած ճանապարհն ու այն մշակութային ժառանգությունը, որը դարերի ընթացքում ձևավորել է մեր ազգային ինքնությունը։ Տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվեց առաքելության։ Ես հասկացա, որ պատմությունը պարզապես անցյալի մասին պատմող գիտություն չէ, այն հիշողություն է, ինքնություն, ժողովրդի հոգևոր դիմանկարը, եւ այդ հիշողությունները սերնդեսերունդ փոխանցելը յուրաքանչյուր հայի պատասխանատվությունն է։ Հենց այդ գաղափարով էլ ծնվեցին Իմ երկիր, իմ Հայաստան եւ պատմության հետքերով հաղորդաշարերը։ Այս նախագծերի նպատակն է բացահայտել Հայաստանի պատմական բնակավայրերը, ներկայացնել գյուղերի եւ քաղաքների անցյալն ու ներկան, պատմել մարդկանց հուշարձանների, եկեղեցիների, մշակույթի եւ ազգային ավանդույթների մասին։ Սակայն իմ գործունեությունը չի սահմանափակվում միայն հայկական թեմաներով։ Իմ հետաքրքրությունների շրջանակում կարևոր տեղ են զբաղեցնում նաեւ միջազգային, աշխարհաքաղաքական եւ համաշխարհային նշանակության թեմաները։ Ես անդրադառնում եմ համաշխարհային պատմության ամենանշանակալի իրադարձություններին, տարբեր ժողովուրդների մշակույթներին, քաղաքակրթությունների զարգացման ուղիներին, պատերազմներին եւ մարդկության պատմության շրջադարձային էջերին։ Ես ձգտում եմ իմ հայրենակիցներին ներկայացնել ոչ միայն իրադարձությունները, այլև դրանց պատճառներն ու հետևանքները, օգնելով ավելի լավ հասկանալ այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ Ինձ համար կարևոր է, որ Հայաստանի պատմությունը ներկայացվի համաշխարհային պատմության ընդհանուր համատեքստում, քանի որ հայ ժողովրդի անցած ճանապարհը միշտ էլ եղել է համաշխարհային գործընթացների մի մասը, եւ այդ կապը հասկանալը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ ճանաչել ինչպես մեր անցյալը, այնպես էլ ներկան։ Յուրաքանչյուր հաղորդում ինձ համար պարզապես նկարահանում չէ։ Այն ճանապարհորդություն է դեպի պատմության խորքերը, հանդիպում մեր ժողովրդի հիշողության հետ։ Ամեն մի գյուղ, ամեն մի քար, ամեն մի եկեղեցի ունի իր պատմությունը, եւ ես փորձում եմ այդ պատմությունները հասցնել իմ հայրենակիցներին, պահպանելով դրանց անկեղծությունն ու արժեքը։ Իմ աշխատանքի ընթացքում միշտ առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ լինել արդար, անկողմնակալ եւ ճշմարտությանը հավատարիմ։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում եւ երբեք որևէ քաղաքական ուժի եւ գաղափարախոսությունների ներկայացուցիչ չեմ եղել։ Ինձ համար առաջնայինը մարդն է, պատմությունը, մշակույթը եւ հայրենիքի ճանաչումը։ Իմ երկիր, իմ Հայաստան հաղորդաշարում ներկայացվող գյուղերն ու քաղաքները ընտրվում են բացառապես դրանց պատմամշակութային արժեքների, բնակիչների առաջարկությունների եւ ցանկությունների հիման վրա։ Ես երբեք չեմ առանձնացնում կամ առավելություն տալիս որևէ բնակավայրի մյուսների նկատմամբ, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գյուղ եւ յուրաքանչյուր անկյուն ունի իր ուրույն պատմությունն ու արժեքը։ Իմ համոզմամբ Հայաստանը մեկ ամբողջություն է, իր բոլոր մարզերով, բնակավայրերով, պատմական հիշողությամբ եւ մշակութային ժառանգությամբ։ Հաղորդաշարերում ես մշտապես ձգտում եմ հավասար ուշադրությամբ ներկայացնել հայրենիքի տարբեր հատվածները, առանց որևէ տարանջատման։ Հաճախ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու իմ հաղորդումներում չեն հանդիպում Արցախի մասին առանձին թողարկումներ։ Պատճառը բացառապես տեխնիկական եւ մասնագիտական է։ Տարբեր ժամանակներում նման բովանդակության հրապարակումը հանգեցրել է իմ YouTube-յան ալիքի սահմանափակումների եւ արգելափակումների, ինչի հետևանքով վտանգվել է տարիների ընթացքում ստեղծված ամբողջ արխիվն ու կատարված աշխատանքը։ Այդ պատճառով ես ստիպված եմ հաշվի առնել հարթակների գործող կանոնները, որպեսզի կարողանամ շարունակել իմ գործունեությունը եւ պահպանել արդեն ստեղծված բովանդակությունը։ Իմ աշխատանքում կարևորում եմ ճշգրտությունը, պատմական փաստերի նկատմամբ պատասխանատվությունը եւ հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրումը։ Համոզված եմ,
որ սեփական պատմությունը ճանաչող ժողովուրդը կարողանում է ավելի վստահ նայել ապագային։ Այսօր էլ շարունակում եմ այցելել Հայաստանի տարբեր բնակավայրեր, ուսումնասիրել պատմական տարբեր աղբյուրներ, զրուցել մարդկանց հետ և բացահայտել այն պատմությունները, որոնք հաճախ մնում են լայն հանրության ուշադրությունից դուրս։ Իմ նպատակն է ոչ միայն ներկայացնել պատմությունը, այլ նաև նպաստել ազգային հիշողության պահպանմանը, երիտասարդ սերնդի հայրենաճանաչությանը և մեր մշակութային ժառանգության արժևորմանը։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ ուժեղ է այնքանով, որքանով ճանաչում է իր արմատները, գնահատում է իր ժառանգությունը և հասկանում է աշխարհը, որի մի մասն է։ Ես հավատում եմ նաև, որ Հայաստանը միայն քարտեզի վրա նշված տարածք չէ։ Այն հազարամյակների պատմություն է, մշակույթ, հավատ, հիշողություն և ապագա։ Եվ քանի դեռ կան պատմելու արժանի պատմություններ, մենք շարունակելու ենք քայլել պատմության հետքերով, բացահայտելով մեր հայրենիքի նոր և հետաքրքիր էջերը։ Շնորհակալ եմ բոլորիդ նրա համար, որ միասին, միահամուռ ուժերով բացահայտում ենք պատմության անհայտ էջերը, ճանաչում մեր հայրենիքը և ուշադիր հետևում աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, հասկանալու անցյալը, գնահատելու ներկան և վստահ քայլելու դեպի ապագա։ Շնորհակալ եմ նաև ձեզ իմ կողքին գտնվելու և ինձ աջակցելու համար։ Իսկ դուք շարունակեք լինել հետաքրքրասեր, և մենք միասին կքայլենք պատմության հետքերով և կճանաչենք մեր երկիրը, մեր Հայաստանը։ Ցտեսություն ձեզ, մինչ նոր հանդիպում։